Դուք երբևէ տեսել եք, որ ծառերին ձմերուկներ աճեն։ Այդ մուգ, կանաչ, շութեղ ու քաղցր պտուղներն անմիջապես ուշադրություն են գրավում։ Պարզվում է, ծառին ձմերուկ աճեցնելը պատվաստման զարմանալի տեխնոլոգիայի արդյունք է։ Եկեք տեսնենք, թե ինչպես է դա արվում։ Մի աղջիկ կտրեց ճյուղը ջեքֆրութի ծառից եւ ստացավ հասարակ ձմերուկ։ Դանակով նա հեռացրեց ձմերուկի պոչը եւ կեղևը, ապա խառնեց փոշի ինչ-որ կարմիր հեղուկի հետ։ Ստացված խառնուրդը օգտագործեց ճյուղը մշակելու համար։ Ճյուղը թրջում է, ապա տեղադրում ձմերուկի մեջ, որպեսզի հյուսվածքները միավորվեն։ Այդ ամբողջ կառուցվածքը դրվում է մի տարայի մեջ, փաթաթվում պլաստիկ շշով եւ թողնում զով տեղում 10 օր։ Այդ ժամանակահատվածից հետո ճյուղի վրա սկսում են բողբոջներ ու արմատներ առաջանալ։ Հետո բույսը տեղադրվում է հողի մեջ։ Փոսը լցնում են մանրացած մրգերով, հողը սնուցելու համար եւ տնկում ճյուղը։ Բույսը արևից պաշտպանելու համար ծածկում են բանանի տերևներով։ 3 տարի անց ծառի վրա արդեն ձմերուկներ են աճում, կողք կողքի ջեքֆրութների հետ։ Դուք տեսել եք նման պատվաստման եղանակ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։